նահապետ հայրը Մահամերձը մահվան մահճի շուրջ հավաքվել են 7 արուզավակները։ Իդեպ նահապետ, երբ մենք ասում ենք արու, արական սեռ նկատի ունենք, եւ իզուր չէ, որ նահապետ արական անուն է դարձած։ 7 արուզավակները բոլորել են մահիճը, ձեռքները կրծքին խաչած եւ սքվոր։ Հայրը աչքը բացում է, ասում է. «Դուք ինչու եք սքում ինձ, ես հիմա չեմ մեռնում։ Ես կմեռնեմ այն ժամանակ, երբ դուք ինձ կդադարեիք հիշել»։ Ժողովուրդը հիշողության մեջ պահում ու բանավոր ձևով փոխանցում է այն ամենն, ինչ էությամբ գաղափարապես ու գեղարվեստորեն իրոք ժողովրդական է։ Այսպես փոխանցվել է նաև նահապետ հայկական կոչումն ու իմաստավորվելով տարիների դարերի ընթացքում այնքան ընդհանրացել, որ շատերն այսօր մեզ բնութագրելիս ասում են հայերը նահապետական ազգ են։ Հայաստանի տարածքում վերջին տասնամյակներին կատարված պեղումները ի հայտ են բերել խմբային թաղումների մի բավական հետաքրքիր խումբ, որի ուսումնասիրությունը հին աշխարհի եւ մասնավորապես Հայաստանի տարածքում ապրածնի բնակության վերակազմությունների որոշակի պատկեր է ներկայացնում։ Այս առումով ձեռքի տակ 15 դիտարկումներ ունենք, որոնց հնագիտական, հնամարդաբանական ուսումնասիրությունը թույլ է տալիս խոսել մեր բնակչության եւ Հայաստանի տարածքի բրոնզեդարյան հասարակության սոցիալական որոշակի կազմի մասին։ Առաջինը դա թաղման գլխավոր անձի սեռը եւ տարիքն է։ Մեր բոլոր 15 դիտարկումների մեջ այդ անձը տղամարդ է եւ ունի 40-ից բարձր տարիք։ Երկրորդը դա տարեց տղամարդու դիրքն է։ Բոլոր դեպքերում, բոլոր դիտարկումների մեջ այդ տարեց տղամարդը թաղված է աջ կողքի վրա։ Մի կողմնորոշում, որը միանշանակ կապված է պոզիտիվ աշխարհի եւ դրական կատեգորիաների հետ։ Ինչն է հետաքրքիր, որ նման դամբարանախցերում, հատկապես նրա հարավային, հյուսիսային, արևելյան կամ արևմտյան հատվածներում առանձնացված տեղամասում վարկած է կենտրոնական հանգուցյալը, հիմնական անձնավորությունը, որին զոհաբերվել են ոչ միայն մարդիկ, այլև որի մոտ տեղադրվել է դամբարանային գույքակազմի հիմնական մասը։ Այն անձինք, որոնք ուղեկցում են տարեց տղամարդուն եւ դրված են դամբարանի մեջ, իրենց կմախների ոսկորների վրա ունեն որոշակի փաստեր, որոնք վկայում են բռնի սպանության մասին։ Պարունակող հնագիտական նյութի ձևը, դասավորությունը, ինչպես նաև դամբարանախցի ներքին դասավորվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ մենք գործ ունենք միաժամանակ ակտով խմբային թաղման հետ, որի ընթացքում տղամարդու հավանաբար նահապետի, այսպես ենք մենք որակել այդ անձնավորությանը, թաղման առթիվ հասարակության որոշակի ներկայացուցիչներ ինքնակամ կամ բռնի սպանվել ու տեղադրվել են դամբարանում։ Նահապետ բառն իմաստների մի կուռ ամբողջություն է։ Եվ որպեսզի պատկերացնենք, թե մենք որքան ենք հեռացած այդ նախիմաստ պատկերացումներից եւ որքան ենք նեղացրել նահապետ բառի տարածքը, գնանք դեպի բառի խորքային իմաստներ։ Եվ բառը մեր ձեռքը բռնած պետք է մեզ տանի ամենախորագույն դարերը։ Հայկազան բառանը նահապետ բառի մաստի առաջնային նշանակում է նախահայր, նախապետ, ցեղապետ, տոհմապետ, սերնդոց եւ իշխանության։ Եվ դրանից է մեր հայ անունը, այսինքն մեր նախահայր հայկը մեր ազգի անվանադիրն է։ Նահապետ բառարմատի նույն արժեք նահանգ բառը իր հետ բերում է երկիր, տարածք, երկրամաս իմաստը։ Սրա համար նախահայրը դառնում է երկրի հայր եւ այս իմաստի հետ է կապվում հայրենի, հայրենիք բառերը։ Հաճախ տղամարդուն ուղեկցող մոտ հարևանությամբ գտնվում է նրա, մենք ասպես ենք նրան անվանում թիկնապահը, որը նույնպես
հասուն տարիքի կամ միջին տարիքի տղամարդ է։ Եթե տարեց տղամարդուն ուղեկցում է տիկին, ապա նա նույնպես պատկառելի տարիքի է եւ պարտադրաբար թաղված ձախ կողքի վրա մի կողմնորոշում, որը կապված է նեգատիվ աշխարհի եւ նեգատիվ կատեգորիաների հետ։ Նահանգը եթե երկիր, գավառ, բդեշխություն, իշխանական տարածք էր նշանակում, ուրեմն նահապետը կարող էր ունենալ նաև նահանգապետ իմաստը, տարածքի իշխան իմաստը, տարածքի տեր իմաստը։ Այս բարարմատների համարժեքի մեջ է երկրամաս իմաստով նաև կուսակալություն հայոց բառը, որի զուգահեռը հունարեն եփարկոսությունն է։ Եվ այստեղից պատրիարք բառը, որ իմաստ ունի հայրապետ, հայրապետություն, հովող, տեր, խնամատար։ Այս համատեքստում շատ հետաքրքիր է նաև մեկ այլ ուսումնասիրություն բանն այն է, որ մեր պատմիչների մոտ խորենացին եւ մյուսները հիշատակում են հայկին եւ նրա անդոցիններին, որոնք հայկի հետ միասին եկել են հայկական լեռնաշխարհ եւ բնակեցրել այս տարածքը։ Անդոցին բառացիորեն նշանակում է ցածրածին, ստորածին։ Բան այն է, որ նման խմբային թաղումներում առաջնորդին, նահապետին ուղեկցող անձնակազմը թերևս անդոցինների մի ամբողջ համախումբ կարող է ներկայացնել։ Շատ հետաքրքրական է, թե ովքեր են թաղված կոնկրետ խմբային թաղումներում։ Մարդաբանության մեջ կան զանազան հնարքներ, վիճակագրական մեթոդներ, ձևաբանական նկարագրական հնարքներ, երբ կարելի է վերականգնել այս կամ այն մարդաբանական խմբի կամ գանգաբանական հավաքածուի կամ էթնիկական հանրության ժառանգաբանական մոտիկության աստիճանը։ Բոլոր դամբարանների գանգաբանական հավաքածուները առանձին ուսումնասիրվել են եւ վիճակագրորեն համադրվել միմյանց հետ եւ կարելի է վստահորեն ասել, որ նահապետի տարեց տղամարդու հետ թաղված անձինք ոչ թե օտար ցեղի ներկայացուցիչներ են կամ գերիներ, այլ համայնքի բացառված չի, որ նաեւ իր գեզդաստանի կամ իր ընտանիքի անդամները։